Բարև ձեզ սիրելի բարեկամներ, եթերում Նոյան Տապանի 5-րդ խուսափող հաղորդաշարի հերթական հաղորդումն է։ Ինչպես գիտեք, 5-րդ խուսափողը դա նշանակում է, որ այս հաղորդումը կառուցված է ձեր հեռախոսազանգերի հիման վրա։ Դուք կարող եք Հայաստանից 060 35 11 հեռախոսահամարով, իսկ Ամերիկայի Միացյալ Նահանգներից 818 967 5321 հեռախոսահամարներով զանգահարել մեզ եւ արտահայտել ձեր կարծիքը այսօրվա հաղորդման թեմայի վերաբերյալ։ Իսկ այսօրվա թեման ես ընտրել եմ ուրեմն դիտելով վերջին իրավիճակները մեր ազգային ժողովում, այդ հրմշտոցը, այդ լարվածությունը, որը առաջացել էր, եւ ես ուզում եմ ձեզ հետ խոսել հայկական պետությունից, հայկական պետականությունից։ Իմ պատկերացմամբ մեր թե ներքին ուժերը, թե արտաքին ուժերը չեն պատկերացնում, թե ինչ ծանր դժվար իրավիճակում ենք գտնվում մենք եւ թե ինչ վտանգի տակ է գտնվում մեր պետականությունը։ Պետականություն, որը որ մենք բավականին վաղուց կորցրել էինք, հետո փորձել ենք վերականգնել, բազմիցս իմիջիալոց պատմության գրքերում նկարագրելով հայկական պատմության ուրեմն պետականության կորուստը, պետականության վերականգնման առումով երբեք չենք քննարկում նույն Դավիթ Բեկյան ստամբությունը, որ 2 ամիս փաստորեն կարողացավ հայկական պետականությունը վերականգնել, չեն խոսում Վանյապ ստամբության մասին 15 թվականի, որ թեկուզ 1 ամսով, բայց էլի հայկական պետականությունը հայկական հողի վրա վերականգնվեց եւ հայկական պետականությունը վերականգնումը կապում են առաջին հանրապետության հետ եւ հիմա էլ անկախ Հայաստանի հետ։ Այն որ մենք մեր պետականությունը վերականգնելու համար բավականաչափ իրավաբանական ամուր հիմքեր չենք կառուցել, դա փաստ է։ Այն որ մենք չենք հենվում առաջին հանրապետության իրավահաջորդության վրա, չնայած հենվում ենք, բայց այնուամենայնիվ այնպես ենք ձևակերպել այս հարցերը, որ ուրեմն երբեմն առարկության տեղի են տալիս, երբեմն ինչ որ մարդիկ խոսում են նրա մասին, որ մենք ավելի շուտ խորհրդային Հայաստանի իրավահաջորդն ենք, այս իրավիճակը ստեղծել է մի հատ ֆոն, որ մեր թշնամիները շատ գրագետ, շատ այսպես դիպուկ սկսել են օգտագործել մեր ներքին սխալները, այս սխալների շարքը, որի մասին ես շատ եմ խոսել ձեզ հետ Արցախյան շարժումից սկսած, երբ որ սկզբում միացում եղավ, հետո այդ միացումը կարծես թե մենք ինքներս դարձրեցինք ինքնորոշում եւ հայկական հարցը փոխարինեցինք ինչ որ Արցախի ժողովրդի ինքնորոշման հարցով։ Այս բոլոր խնդիրները իրենց հերթին բերում են մի իրավիճակ, որ մենք կարծես թե ինքներս բավականին չափ լուրջ չենք ընկալում այն, որ մենք ունենք պետականություն, լուրջ չենք ընկալում նույն Արցախի պետականության հարցը, այլապես ինչու Հայաստանի Հանրապետության իշխանությունները փոխանակ օգնելու պիտի խոչընդոտեին, որպեսզի Արցախը ցեղասպանական գործողություններից հետո կարողանար իր ուրեմն կառավարությունը, իր ազգային ժողովը իրականացնեին իրենց աշխատանքը Հայաստանից։ Վտանգ էր Հայաստանի համար կազմակերպեիք Հայաստանից դուրս, բայց իրավիճակը այնպեսին եղավ, որ պետք էր մեր իշխանությունները ամեն գնով փորձում էին խոչընդոտել Արցախի մեր հայրենակիցների իրավունքների բարձրաձայնման հնարավորությունը միջազգային ասպարեզում։
Եվ ինչպես գիտեք, մինչև մայիս ամիս դեռ Արցախի խորհրդարանը լեգիտիմ է, այսինքն իրենք ընտրված են ժամկետով եւ ժամկետը վերջանում է մայիսին։ Ես ձեզ մեկ անգամ կարծեմ ասել եմ, որ մարտին, բայց դա իմ սխալն է եղել, եւ եթե Արցախի իշխանությունները նախկին հիմա չփորձեն Արցախահայության անունից համապատասխան գործողություններ անել, իրենք կվտանգեն Արցախի շուրջ 30-ամյա անկախ պետականությունը, որը գուցե լավագույն ճանապարհը չէր մեր ընթանալու, բայց դա մեր պատմությունն է։ Մենք ընթացել ենք այդ ճանապարհով եւ մենք ունենք երկու պետություն, Հայաստանի Հանրապետությունը եւ Արցախի Հանրապետությունը։ Ես խոսում եմ հայերի մասին որպես ազգ։ Ինչու ազգային ժողովի այդ քննարկումներից ես անցա պետականության մասին պատկերացումներին։ Խնդիրն այն է, որ ինձ մոտ տպավորություն է ստեղծվում, որ ազգային ժողովում այդքան էլ լավ չեն պատկերացնում ինչ է մեզ սպասում։ Դուք երբևէ ազգային ժողովում Հայաստանի Հանրապետության, որը այս նոր հեղափոխական ժամանակներում արդեն հեռարձակվում է, բոլորը կարող են ծանոթանալ այնտեղ կատարող իրադարձություններին, ճառերին եւ այլն, երբևէ լսել եք որևէ կոնստրուկտիվ քննարկում, որևէ այսպես առարկայական քննարկում, որևէ քննարկում, թե այսպես անենք, թե այսպես անենք, որ լավ լինի Հայաստանի Հանրապետության համար։ Մի կողմը ամեն ինչ գիտի, իրանք անում են այնպես, ինչպես իրանք պատկերացնում են, չնայած ոչ այնպես, ինչպես խոստացել են իրենց ընտրողներին սրանից 4 տարի, 5 տարի առաջ, բայց այնուամենայնիվ նրանք ամեն ինչ գիտեն։ Մյուս կողմն էլ գիտի միայն քննադատել։ Այսինքն ես չեմ լսել որևէ քննարկում առարկայական, այսպես պետականության վտանգների շուրջ քննարկում, թերևս միակ բացառությունն այն է, երբ 20 թվականի պատերազմի ժամանակ փակ նիստեր են եղել, կարելի է ենթադրել, որ այնտեղ ինչ որ քննարկումներ եղել են, բայց դա էլ փակ է եղել եւ մինչեւ հիմա էլ փակ է հանրության համար, ուստի տեղեկատվություն դրա մասին չկա, թե ինչպես եւ ինչ ոճով են քննարկել մեր պետական այրերը։ Հիմա մեր այսօրվա խոսակցությունը ես ուզում եմ հարցը դնել շատ գուցեև տարօրինակ ձեզ համար, գուցե ոմանք քննադատ են այդ հարցադրման համար, բայց ես անպայման ուզում եմ լսել ձեր կարծիքը այդ մասին։ Տեսեք, մարդիկ մեծ հաշվով բաժանվում են երկու մասի։ Մի մասը դա այն մարդիկ են, ովքեր երադասում են աշխատել աշխատավարձով, այսինքն որպեսզի ռիսկերը չլինեն իրենց վրա, իրենք ստանան իրենց աշխատավարձը, ցանկալի է բարձր աշխատավարձը եւ ազատ լինեն բոլոր այդ տիպի հարցերից։ Նրանք թաքնվում են գործատուների հետևում այդ բոլոր դժվարությունների առումով եւ աշխատում են աշխատավարձով։ Իհարկե այդ աշխատավարձով աշխատող մարդկանց մեծ մի մասը գուցե կուզեր ունենալ սեփական բիզնես, ինքը լիներ գործատու եւ այլն, եւ դառնար են մյուս մարդկանց խմբին, ովքեր չեն սիրում, որ իրենց գլխի վրա որևէ մեկը կա, իրենք են պատասխանատու իրենց քայլերի համար, իրենք են որոշում իրենց վաղվա անելիքը եւ իրենք են կրում բոլոր այն դժվարությունները, ովքեր որ գալիս են նրանց վրա որպես գործատուի, որպես բիզնեսմենի։ Գուցե տարօրինակ է հնչում հիմա, որ ես խոսում եմ այս մասին, ինչու եմ խոսում, ես փորձում եմ շատ պարզ հասարակ մի անալոգիա անել, նույնաբանություն, որ արդյոք դա ձեզ չի հիշեցնում այս բաժանումը նրան, որ ժողովուրդը ուզում է պետականություն ունենալ, թե ուզում է ապրել այլ պետությունների մեջ, այլ պետությունների պատասխանատվությամբ, որովհետև պետություն ունենալը դա պատասխանատվություն է։ Պետություն ունենալը դա նշանակում է
ունենալ մի մարմին, որը պիտի պաշտպանի քո ազգային ինքնությունը, պիտի կարողանա պաշտպանել քեզ արտաքին թշնամիներից, պիտի կարողանա այնպիսի տնտեսական օրենքներ մշակել, որ տնտեսությունը ծաղկի, որ մարդիկ իրենց լավը զգան, բայց լավը զգան ոչ միայն կուշտ փորով եւ տնտեսապես, լավը զգան նաեւ իրենց մշակութային անձեռնմխելությամբ, լավ զգան նրանով, որ մարդիկ կարող են իրենք ստեղծագործել, կարող են գիտությամբ զբաղվել, կարող են զարգացնել այս կամ այն ճյուղը եւ կարող են վերջ-վերջո չամաչել նրանից, որ իրենք այս կամ այն ազգության ներկայացուցիչն են, որովհետեւ իրենց պետությունը առաջին հերթին պաշտպանում է իրենց ինքնությունը, իրենց մշակույթը, իրենց ճարտարապետությունը, իրենց պատմությունը եւ մնացած ամեն ինչ։ Այս սա է պետությունը։ Հիմա ես հնչեցնեմ այդ տարօրինակ հարցը, որի համար ես կքննադատվեմ, ձեր կարծիքով մենք պատրաստ ենք այն հազարամյակներ պետականության ունենալուց հետո եւ որոշ ժամանակ մշակված լինելով որպես ոչ պետական ժողովուրդ, որը վերականգնել է իր պետականությունը, բայց դեռ չի կարողանում պետականորեն մտածել, մենք պատրաստ ենք ունենալ այդ պետականությունը, թե մեզ ավելի ձեռնտու է լինել այս կամ այն երկրի ազդեցության գոտում կամ միացած լինենք նրան։ Ես հենց այնպես չեմ ասում։ Եթե դուք չեք նկատել, օրինակ այսպիսի մի տարօրինակ ազդակ, հետաքրքիր ազդակ, Գյումրիում տեղի ունեցան ընտրություններ եւ վերջեվերջո քաղաքապետ դարավ Վարդան Ղուկասյանը, որը որ առաջին իր այսպես հնչած իր ժուրնալիստների առաջ, լրագրողների առաջ առաջին իսկ արտահայտություններից մեկը այն էր, որ ինքը ուրեմն տեսնում է Հայաստանը Ռուսաստան, Բելարուս միասնական պետության կազմում։ Այսինքն սա այն մարդն էր, ով ընտրության արդյունքում դարձավ քաղաքի ղեկավար, դա քաղաքական պաշտոն չէ։ Իրան ոչ ոք չէր պահանջում իրանից, որպեսզի ինքը այդպիսի քաղաքական հայտարարություններ ունենալ, բայց նա արեց այդ քաղաքական հայտարարությունները։ Հիմա հարցադրումը շատ պարզ է, մենք որպես ազգ պետություն ունենալու համար պատրաստ ենք պաշտպանել մեր պետությունը, թե մենք կիրադասենք պաշտպանել մեր անձնական տիրույթը, մեր ընտանիքը, մեր անձնական շահերը եւ ուրեմն խնդիրները, որոնք առաջանում են, լուծենք այս կամ այն պետությանը ենթարկվելով, այս կամ այն պետություն արտագաղթելով, մեր անձնական շրջապատի խնդիրները լուծելով, բայց ոչ երբեք մեր պետության։ Եվ որպեսզի այս ամբողջը շատ այսպես սուր եւ միակողմանի չլինի, ասեմ նաեւ, որ որպեսզի քաղաքացին այդպես մտածի, պետք է որ պետությունը եւս լինի այդպիսինը։ Մենք մեր ձեռքերով դարձնելով, ընտրելով կամ համաձայնվելով ոչ այդ տիպի պետության, ինքներս մեզ համար իրավիճակ ենք ստեղծել, որ չգիտենք ինչ պիտի անենք, պիտի մնանք այստեղ, պիտի արտագաղթենք, չկա էլի այդ ներքին համոզվածությունը կամ համայն դեպս ես չեմ տեսնում եւ ուզում եմ ձեզնից լսել, կամ իմ կարծիքը այստեղ բոլորովին կարևոր չի, կարևորը ձեր կարծիքը, արդյոք մենք պատրաստ ենք պաշտպանել մեր պետականությունը։ Ես հիմա առաջարկում եմ, որ մենք մտնենք կարճատև գովազդային դադար, որից հետո ես սպասում եմ ձեր հեռախոսազանգերին, խնդրում եմ պատասխանել, անդրադառնալ ձեր կարծիքը արտահայտել այս թեմայի շուրջը, գուցե եւ ասել, թե ինչ պետք է անենք մենք, որ այդպես լինի, այլ ոչ թե ասենք դե այդպես չի եւ վերջ։ Գովազդը եթերում։
Jackpot հագուստի վաճառակենտրոնը վերաբացվել է Թահանգա քաղաքում։ Նոր տեսականի, նոր արժեքներով ու նոր զեղչերով։ Եվրոպական հագուստ եւ կոշկեղեն կանանց, տղամարդկանց եւ երեխաների համար։ Օծաներիք, ճամպրուկներ, պայուսակներ, գիշերանոցներ, գոտիներ եւ դրամապանակներ։ Մեծ ապրանքատեսականի, մեծ զեղչերով։ Համեցեք Jackpot Թահանգայում։ Հասցեն 7057 Foothill Boulevard։ Հեռախոս 818 813 2252 Jackpot։ Արարատ ռեստորան, ընտանեկան եւ ընկերական ժամանցի լավագույն հասցե, սիրված արտիստներ, հյուրընկալ մթնոլորտ, հարուստ ճաշացան, անմահական խորտիկներ, Արարատ ռեստորան, հասցեն անփոփոխ, սիրով սպասում ենք ձեզ։ Ավելի քան 11 տարի Աքսիոմեդ վնասվածքաբանական վերականգնողական բժշկական կենտրոնում գործում են հենաշարժիչ համակարգի խնդիրների լուծման բոլոր ժամանակակից մեթոդները։ Հասցե Երևան, Տերյան փողոց 3 շենք, 42 տարածք, հեռախոս 010 522 882, 091 522 882։ Լավագույն պաղպաղակ, բնական, համեղ եւ մատչելի գներով պաղպաղակը կարող եք ձեռք բերել բոլոր հայկական խանութներում։ Պահանջեք հայկական պաղպաղակ, Թամարա պաղպաղակ։ Glendale West Pharmacy, ձեր ուղեկիցը տեղերի աշխարհում։ Ունեք հարցեր, զանգահարեք 818 548 5157 հեռախոսահամարով կամ այցելեք 1109S Glendale Avenue, Glendale CA 91 205 հասցեով։ Նոյան տապանի վազող տողում հայտարարություններ տեղադրելու համար այցելեք Երևան Իսահակյան փողոց 28 3-րդ հարկ կամ զանգահարեք 055 50 90 50 +1 818 967 567 կամ էլ կապվեք կոնտակտ Շնիկ NTM էլեկտրոնային հասցեով։ Տպագրեք ձեր գիրքը Նոյան տապան տպագրատանը, ինչպես նաև թերթեր, ամսագրեր, բուկլետներ եւ այլն։ Հասցեն քաղաք Երևան, Իսահակյան 28 առաջին հարկ։ Հեռախոս Հայաստանից +374 55 50 90 52, ԱՄՆ-ից 818 967 567։ Եվ այսպես սիրելի բարեկամներ, ես սպասում եմ ձեր հեռախոսազանգերին, հեռախոսի համարները դուք տեսնում եք մեր էկրանին, ես ուզում եմ ձեզ ուշադրությունը հրավիրել նաև էկրանի ձախ անկյունում եղած QR կոդին, դա մեր Patreon-ի կոդն է, որին միանալով դուք կարող եք օժանդակել մեզ եւ որտեղ դուք կարող եք նայել Նոյան տապանի ուղիղ եթերները, ոչ թե այն եթերները, որոնք որ այստեղ ABC-ով եք դուք տեսնում նաև Ֆրեզնոյի նոր հեռուստաընկերությամբ եք տեսնում, այլ այն եթերները, որոնք մենք ունենում ենք օրվա ընթացքում տարբեր հաղորդումներ եւ մեր հաղորդումներին ավելի շատ կարող եք ծանոթանալ այս QR կոդով։ Ես հիշեցնեմ, որ մենք խոսում ենք հայկական պետականության մասին, մենք խոսում ենք պետությանը պահելու անհրաժեշտության մասին եւ խոսում ենք մեզ որպես ժողովուրդ, որպես ազգ այդ պետականությունը պահպանելու պատրաստակամության առկայության կամ բացակայության մասին։ Ես ուզում եմ սա լինի յուրահատուկ հարցում մեր հեռուստադիտողների շրջապատում, որպեսզի մենք հասկանանք այնուամենայնիվ ինչպես են մտածում մեր հեռուստադիտողները։ Ես առաջին հեռախոսազանգն եմ ընդունում։ Բարև ձեզ, դուք եթերում եք։ Բարև ձեզ, դուք եթերում եք, լսում եմ ձեզ։ Բարև ձեզ, պարոն Հարությունյան, պատասխանելով ձեր հարցին, այո, ես գտնում եմ, որ մեր ժողովուրդը պատրաստ է, ես երբեմն քննադատաբար եմ վերաբերվում ազգայնական թևին մեր ժողովրդի, իմ կարծիքով ազգայնականները հաճախ թերագնահատում են մեր ժողովրդին, գտնում եմ, որ ժողովուրդը չի հոգում իր պետականության եւ կամ ազգային արժեքների մասին, Իմ կարծիքով ոչ թե ժողովուրդն է մեղավոր, ոչ թե ազգն է մեղավոր, այլ առաջնորդները։ Ժողովրդին չի մատուցվում այն, ինչ որ կօգնի ժողովրդին։ Լինելով Միացյալ Նահանգների բնակիչ, նախ ես հավատում եմ ամեն րոպե ես տեսնում եմ դա Միացյալ Նահանգների այդ լոզունգին, որ բոլոր մարդիկ ստեղծված են հավասար, եթե
ուրիշ ժողովուրդներ կարող են պետականություն ունենալ, մեր ժողովուրդը եւս կարող է ունենալ պետականություն։ Մենք ոչ մեկից պակաս չենք։ Գլենդելում, ճիշտ է, մենք Ամերիկայի մաս ենք, բայց Գլենդելում մենք ունենք մի յուրօրինակ դեմոկրատիա։ Մենք ենթարկվում ենք մեր հայ ղեկավարներին։ Գլենդելի քաղաքապետարանի 5-ից 4-ը հայեր են եւ ամեն ինչ նորմալ է, կարեւորը որ համակարգը լավ լինի։ Լուսման առումով ես միշտ ասել եմ Հայաստանում ինչու Վարդան Ղուկասյանը անցավ, որովհետեւ դա էր մատուցված ժողովրդին, որովհետեւ ԿՊ-ն ցանկանում էր առաջ բրթել Վարդան Ղուկասյանին, որպեսզի ժողովուրդը հակասություն տեսներ, նրանք մտածում էին իրենք կհաղթեն։ Իմ կարծիքով ձեր երկրում պետք է լինի համանրական փոփոխություն, լինի նոր համանրություն։ Ես միշտ կողմնակից եմ եղել, օրինակ, ամերիկյան համանրության հիման վրա։ Այդ ձեր ազգային ժողովը, այդ բոլոր անհետեցությունները, դրանք արդյունք են վատ համակարգի։ Օրինակ, եթե 2 տարի մեկ լինեին ընտրություններ, ժողովուրդը կթարմացներ ազգային ժողովի կազմը։ Կամ էլ եթե այդ կուսակցապետությունը չլիներ, ապա ամբողջ իշխանությունը չէր կենտրոնանա մեկ կուսակցության ձեռքում եւ ստիպված տարբեր ուժեր իրար դեմ օգտագործելով իրենք կարող էին ինչ-որ մի բանակցություններ վարել եւ ինչ-որ մի արդյունքի հասնել։ Դա իմ կարծիքով ժողովուրդը պատրաստ է, պարզապես պետք է ժողովրդին նորմալ համակարգ մատուցել, իմ առաջարկությունն էր համանրություն, հավանաբար ամերիկյան համանրության հիման վրա։ Այսքանը։ Շնորհակալություն ձեր մոտեցման համար։ Իհարկե, եկեք չմոռանանք, որ մենք պետականություն ունեցել ենք բազմաթիվ հարյուրամյակներ եւ այդ պետականությունները եղել են տարբեր, բայց ըստ երևույթին ամեն սերունդ, ամեն ժամանակահատվածում ինքը պետք է հաղթահարի այդ խնդրը, ինքը պետք է զգա պետականակիր որպես ժողովուրդ եւ իրեն պահի պետականակիր ժողովրդի համար, որովհետեւ պետությունն է միակ ես ասեցի արդեն ինքնությանը պահպանող մեխանիզմը։ Ուրիշ հարց է, որ երբ որ պետությունը չի պահպանում այդ մեխանիզմը, չի պահպանում ժողովրդի ինքնությունը, քարոզում է այնպիսի գաղափարներ, որոնք որ ժողովրդի ցանկացածը չեն կամ շատ մակերեսորեն է մոտենում այդ հարցին, համարելով, որ միայն կուշտ լինելը դա բավարար է, որպեսզի մարդիկ կարողանան ուրեմն ապրել միայն նյութականով եւ միայն այդ նյութականը բավարարելը բավական է, բայց ես այդ մարդկանց, ովքեր այդպես են մտածում, ուզում եմ նշել հետեւյալը։ Տեսեք, մենք ինչքան սփյուռք ունենք, ինչի պատճառով չեմ քննարկում, որովհետև բոլորս էլ գիտենք հիմնական պատճառը։ Եվ սփյուռքում դժվար է գտնել իրեն չապահովված, իրեն սոված մնացող որևէ մեր ազգակցի։ Ինչու՞։ Ինչու, որովհետև եթե խնդիրը դնում ես այդքան ցածր, որ պետքա կուշտ լինել, պետքա լավ ապրել, այդ խնդիրը կարող է լուծվել եւ ոչ մեր պետականության սահմաններում։ Մեր պետականության խնդիրը նա է, որ մենք կարողանանք մեզ լավ զգալ մեր պետականության մեջ ոչ միայն փորով։ Մենք պետքա լավ զգանք մեր մշակույթով, մեր ինքնությամբ պաշտպանված զգալով։ Այս սա է խնդիրը։ Եվ եթե պետության գաղափարաբանությունը չի ամընկնում պետականա կերտության կամ խեղաթյուրված է մոտենում այդ հարցին, օրինակ ինչպես ես ինքս եմ համարում, չգիտեմ, ձեր կարծիքն էլ կուզենայի դրա մասին լսել, այդ իրական Հայաստանի կոնցեպտը, որը որ մեր իշխանությունները հիմա ամենուր փորձում են ուրեմն առաջ տալ։ Ես իրենց հասկանում եմ ինչի համար են ուզում տալ, նրանք անընդհատ ուզում են ազդակ ուղարկել արտաքին աշխարհի մեզ սպառնացող երկրներին, որ մենք դες չենք սպառնում, մենք այսքան այս սրա մեջ ենք, եթե չեք ուզում մեր պատմությունը չենք հիշի, եթե չեք ուզում մեր լեզվով չենք խոսի, եթե չեք ուզում մեր ազգային սիմվոլները կմոռանանք, միայն թե եկեք խաղաղություն լինի։ Ճիշտ է, կան ոմանք, որոնք փորձում են սա մեկնաբանել որպես խաղ, որպես տակտիկական հնարք, որպեսզի ժամանակ շահեն, որպեսզի պատերազմից խուսափեն, ուժեղանան եւ այլն։ Բայց տեսնելով մեր իշխանությունների ամենօրյա վարքագիծը, ամենօրյա խոսույթը, ամենօրյա պահվածքը,
Ինձ մոտ օրինակ այդպիսի տպավորություն չի առաջանում։ Հաջորդ հեռախոսազանգն եմ վերցնում, բարև ձեզ, դուք եթերում եք։ Բարև ձեզ, պարոն Հարությունյան։ Լսում ենք ձեզ, բարև ձեզ։ Ինչպես եք, լավ եք, ձեր առողջությունը։ Շնորհակալություն, համեցեք թեմայի մասին։ Պարոն Հարությունյան, ես երկու բառով ուզում եմ ասած եմ, պետականություն գոյություն չունի, ազգասիրություն գոյություն չունի, պարոն Հարությունյան։ 7 տարի է Նիկոլ Փաշինյանը դոմփում է իր տեղում, առաջադիմություն Հայաստանում չկա, ամեն ինչը հանձնվեց Ադրբեջանին եւ այսօրվա օրով հարգարժան վարչապետը ասում է, որ ցեղասպանությունից պետք է հրաժարվենք, Արարատից պետք է հրաժարվենք եւ նոր պահանջներ ինչ որ Ադրբեջանը առաջարկում է, նա ընդունում է։ Հիմա Լեննականի համար ես ասեմ, որ Վարդան Ղուկասյանը նաև վարչապետի դրած անձնավորությունն է, որը երկրորդ քաղաքում հայ ազգին տանում է դեպի Ռուսաստանի կողքը նորից։ Դա վարչապետի շախմատային դիուքայլն է, որ ինքը Երևանում նստած Լեննականում ժողովրդին տանում է դեպի ռուսականություն։ Պարոն Հարությունյան, Հայաստանցին պիտի ուշքի գա, պիտի իմանա ինչ է կատարվում։ Եվ նաև մի մոռացեք, որ մենք ունեցել ենք նախագահ Արմեն Սարգսյանը, որը զզվելով, օգնելով Հայաստանից, նա գնաց Անգլիա եւ հրաժարական տվավ։ Եվ սպասեք մի օր էլ Նիկոլ Փաշինյանը Աննայից ձեռքը բռնած կարող է Բաքու գնա կամ Մոսկվա գնա եւ իր հրաժարական այնտեղից տա։ Այնպես որ դուք ձեր գլխի ճարը տեսեք հայաստանցիները։ Շատ լավ, սիրելի հեռուստադիտող, բայց մենք խոսում ենք մեր ժողովրդի մասին։ Մենք չենք խոսում Նիկոլ Փաշինյանի կամ որևէ իշխանավորի մասին։ Ես խոսում եմ մեր մասին։ Արդյոք մենք մեր հավաքականությունը, որը ապրում է Հայաստանում, մեր հավաքականությունը, որը ապրում է արտասահմանյան տարբեր երկրներում, մենք այն ազգն ենք, որը կպահպանենք մեր պետականությունը, թե ոչ։ Պարոն Հարությունյան, 1200 թվականից մինչև այսօր Հայաստանը պետականություն չի ունեցել։ Աստված է այս ազգին պահե, Աստված։ Շատ լավ, շնորհակալություն։ Անկարելի բան է 800 տարի առանց զորքի, առանց զենքի, առանց զինամթերքի դու գոյատևես։ 800 տարի անկարելի է, 40 տարի մենք անկախության մեջ ենք, հələ 40 էլ չի, հələ 35 տարի է։ 35 տարվա մեջ դուք նայեք ինչ օրեր ենք մենք անցացրել։ Շատ լավ, ձեր հետևությունը ես հասկացա, շնորհակալություն։ Դուք ղեկավար չկա, պարոն Հարությունյան, ղեկավար չունեք։ Մենք գիտենք, որ ղեկավար չունենք։ Բոլոր իրանց աթոռի համար, իրանց շահի համար են աշխատում։ Շնորհակալություն։ Օդի մեջ մնացած է։ Շնորհակալություն։ Պաստորեն, դուք գտնում եք, որ մեր ժողովուրդը անհույս է, ինքը չի կարող կերտել իր պետականությունը, եթե անգամ մեր իշխանությունը հիմա իրեն այլ կերպ է պահում։ Եվ այո, այսօրվա իմ հարցի մի տարբերակը նայեր, որ դուք ասեցիք, ես հիմա փաստորեն կնշեմ ձեր պատասխանը եւ կփորձենք գնալ առաջ։ Մեկ հոգի մենք ունենք, որը որ համարում էր, որ Հայաստանը իր պետականությունը պահող ժողովուրդ է, դուք ասեցիք, որ ոչ։ Բարև ձեզ, դուք եթերում եք։ Ալո։ Այո, բարև ձեզ, դուք եթերում եք։ Ես ուզում եմ ասեմ, որ Արմեն Սարգսյանը 1997 թվականին է գնացել Լոնդա, Լոնդոն, Անգլիա։ Դա մեկ, համար երկու, որ զանգում առանց հասկանալու խոսում են։ Այո, ուզում է Երևանի քաղաքապետը լինի, թող իր գործով զբաղվի, ինչ գործ ունի պետական
դա վարչապետի հարցն էր, էլի, որ պետք է քաղաքական լուրջ բաներ ասես, Վարդան Ղուկասյանը ով է։ Պետք է միած գողի մեկն ալ Լենինական։ Ապրել ենք Հայաստանում, գիտենք ով են եղել, ուղղակի չեն հասկանում, թե դիտավորյալ են անում, մարդ չի հասկանում։ Փախել են երկրից, ես ինչ են խոսում, կամ տեղում են ապրում, առանց հասկանալու խոսում են։ Ախր դուք որ հասկանում եք, հիմա փորձեք մոտենալ հարցին։ Մենք խոսում ենք հետևյալի մասին։ Մենք ունեցել ենք երկար ճանապարհ պետականության, հետո պետականության կորստի, հետո պետականության վերականգնման փորձերի, հիմա 35 տարի ունենք պետություն եւ հիմա կանգնած ենք բավականին դժվար մարտահրավերների առաջ։ Ձեր կարծիքով մեր ժողովուրդը պաշտպանելու է մեր պետականությունը, պետությունը վեր է դասելու իր անձնականից։ Ինքը կպաշտպանի, ինչքան կարողանա կպաշտպանի, բայց այս Հալիսան Սարգսյանը, Սերժ Սարգսյանը, որ 2015 թվականին փոխեց սահմանադրությունը ու թայլտականություն ստեղծեց, որ գումարվեցին իրար, գողին ընտրեցին Հայաստանի երկրորդ քաղաքի քաղաքապետ։ Ինքը գող ավազագայլ է Վարդան Ղուկասյանը։ Լավ, եկեք չվերակավորենք մեր եթերից, անկախ նրանից ում մասին ենք խոսում, եկեք չվերավիրավորենք, որովհետև մեր եթերը դրա համար չի։ Տեղյակ չեմ, թող չխոսան, էլի, իմ հարցը է դա։ Եղավ, շնորհակալություն ձեզ։ Քաղաքապետ ընտրեցին։ Քաղաքապետը թող իր քաղաքի հարցերով զբաղվի։ Ինչ գործ ունի պետական հայտարարություններ անում։ Դա այսօրվա վարչապետ ունենք կամ եթե պրեզիդենտական երկիր է, պրեզիդենտը դորոշի։ Շատ լավ, ախր նայեք, սիրելի հեռուստադիտող, ասենք թե դուք ճիշտ եք ասում։ Բայց քաղաքացիական պայմանագիրը ավելի շատ ձայներ տարած։ Մի վարքյան լսենք։ Իրար վերցրել են քաղաքապետի պաշտոնը։ Պարզից պարզ է։ Դա Սերժ Սարգսյանն այդ սահմանադրությունը գրել։ Եղավ, շնորհակալություն։ Շնորհակալություն, բայց այստեղ էլի բանը, դուք վերլուծում եք, դուք չեք վերլուծում, դուք ասում եք ինչ որ եղել է։ Իսկ մենք փորձում ենք հասկանալ, թե ինչու է եղել։ Ասենք թե Նիկոլ Փաշինյանը, ասենք թե քաղաքացիական պայմանագիրը պայմանավորվել են Պողոսը, Պետրոսը, Մարտիրոսը իրար հետ, որպեսզի այդպիսի բան լինի։ Բայց լավ, Գյումրեցին չի տեսնում ինքը ինչ է անում։ Տեսնում է, բայց անում է։ Հետևաբար գաղափարախոսական խնդիր կա, որ ինքը չի հավատում են պետական քարոզչությանը, որը որ կա։ Ինքը իրական Հայաստանին չի հավատում, ինքը հասկանում է, որ եթե կտրես արմատից, կստացվի ուրիշ բան, դրա համար ընտրվում են մարդիկ, որոնք որ կարող է այդքան էլ հարմար չեն այդ պաշտոններին, կամ սկսում են քաղաքական հայտարարություններ անել, չնայած իրենց պաշտոնները բոլորովին այլ է։ Այս բոլորը մտածելու բան է եւ կներեք, բայց ով պիտի մտածի, եթե ոչ դուք։ Եթե ոչ մենք բոլորս։ Եվ եթե ես այս հարցը հիմա ձեզ առաջ բարձրացրել եմ, այդ նշանակում է այդ հարցը այնքան է սրացել, այնքան ենք մենք մեր մաշկի վրա զգում այդ հարցի կարևորությունը, որ ես ուզում եմ ձեզ հետ քննարկել։ Գուցե այլ լսարանի հետ քննարկել եւս, բայց մեր զենքը այս լսարանն է, մենք ուրիշ ոչինչ չունենք։ Մենք ազգային ժողովի պատգամավոր չենք, մենք չունենք իշխանություն, մենք չենք կարողանում օրենքներ սարքել, մենք կարող ենք պրոբլեմի վրա ժողովրդի ուշադրությունը հրավիրել ու ասել այսպես չէ, այսպես է պետք։ Եվ հիմա մենք հենց դա ենք անում ձեզ հետ միասին, ցելի բարեկամներ։ Բարև ձեզ, դուք եթերում եք, լսում ենք ձեզ։ Բարի երեկո Տիգրան ջան։ Բարև ձեզ։ Տիգրան ջան, այս պետականության հարցը Հայաստանում շատ դժվար է։ 30-35 տարում մենք ինչ արենք, ինչքան առաջ գնացինք։ Մենք առաջ չգնացինք, մենք միշտ ունեցանք կորուստներ։ Եվ ով է մեղավորը, մեր պետական ղեկավարները, որոնք դիպլոմատ չեն եւ չունեն հեն կրթությունն ու հեռատեսություն աշխարհայացքը, որ պետք է։ Պարլամենտում կռիվները մի քանի օր առաջ ծեծ ու չարդ մեկ է այդ պարլամենտի անդամների գողական կլիշկեքով անունները նայեք ու մտածեք արդյոք այդ մարդիկ կարան ղեկավարեն այդ երկիրը թե ոչ 3-4 հատ պրեզիդենտ ունեցանք ոչ մեկն է մի բանի պետք չեկավ
Եվ հետևաբար մեզ նախ մեր հայերին իրար մեջ պետք է սեր, հարգանք, հավատարմություն, տարաձայնություններ պետք չի եւ քաղաքական պայքարը պետք չի վերածել անձնական պայքարի։ Ես շատ անգամ նկատում եմ պարլամենտում քաղաքական պայքարը վերածում է անձնական պայքարի։ Եթե չլինի համերաշխություն, սեր, հավատք եւ գաղափարախոսություն, մենք առաջ չենք գտա։ Իսկ եթե այս ձևի մենք շարունակենք, ինչ որ հիմա կա, երևի իմ կարծիքս նա որ վերջում ասեն, որ մեկին եկեք մեզի տերություն արեք, վերցրեք ձեռի տակ։ Եթե այս ձևի շարունակեն, նորից եմ կրկնում, դրա համար պետք է փոխել ճանապարհը եւ ուղղությունը եւ ճիշտ գծերի վրա լինել։ Մի հարց եմ ուզում տամ քեզի, Տիգրան ջան, վերջերս լուրեր կան, որ 2018 թվին քանի 100 միլիոն Ադրբեջանից փոխանցված է Հայաստանին։ Այդ ինչ դրամա, ով է ստացել, որտեղ է, ինչի համար է դա բաները, որևէ լուր ունեք դրա մասին, Տիգրան ջան։ Փորձեմ պատասխանել, ես էլ ձեր նման դրա մասին լսել եմ, բայց որևէ պաշտոնական հստակեցում, որևէ պաշտոնական տեղեկատվություն այդ մասին չկա, ուստի ես հուսով եմ, որ դրանք եւս պարզապես բամբասանքներ են։ Աստված տա բամբասանք լինի։ Եղավ շնորհակալություն ձեզ շնորհակալություն համար։ Այո, մենք շատ հաճախ ենք տարբեր բամբասանքների հետևից գնում, երբեմն այդ բամբասանքները ճիշտ են դուրս գալիս եւ բոլոր նրանք, ովքեր ուզում են չհավատալ այդ բամբասանքներին, մնում են ուրեմն այդ բավականին ծանր հոգեվիճակի մեջ, բայց ուրեմն հուսանք, որ այդ բոլորը բամբասանքներ են, որովհետև հստակ տեղեկատվություն ես համայն դեպս այդ մասին չունեմ։ Մենք խոսում ենք մեր ժողովրդի մասին, մեր ժողովրդի պատրաստակամություն մասին պահպանել պետականությունը, արդյոք մեր պետությունը դարձել է մեր կարևոր ատրիբուտներից մեկը, որը մենք պատրաստ ենք ամեն ինչով պահել, ասենք ինչպես մեր արժանապատվությունը, ասենք մեր թասիբը, մենք կռվում ենք, չէ, երբեմն մեր արժանապատվությունը պահպանելու համար, երբ որ մեկը մեզ վիրավորում է, փորձում է մեզ անվանարկել եւ այլն, այն ժամանակ այսպես բուրըն զարգացում է ապրում, մենք նույնիսկ չենք խորշում կռվել, բռունցքներ օգտագործել, բայց պաշտպանել մեզ։ Արդյոք մենք նման ձևով պաշտպանենք մեր պետությունը։ Սա է հարցը եւ ես ուզում եմ ընդունել հաջորդ հեռախոսազանգը։ Բարև ձեզ, դուք եթերում եք։ Բարև ձեզ, դուք եթերում եք։ Hello։ Այո, լսում եմ ձեզ։ Ես ուզում եմ մի քանի հարցով ձեզի դիպեմ։ Այո, խնդրեմ, համեցեք, բայց խնդրում եմ ձեզ, աշխատեք ձեր խոսքում վիրավորանք չլինի, որովհետև ես կանջատ եմ։ Ես նախարարպես զգուշացնում եմ, այո։ Կներեք, շարունակեք։ Առաջերտի սպյուրքը առաջերտի սպյուրքը պետք է ունենա կոնգրես։ Արդեն սովորեք բոլորտել, որ անջատեք, ինչ ենք ասում, որ պիտի անջատեք։ Մենք ուշադրությամբ ձեզ լսում ենք։ Ուրեմն ճիշտ է, դադի որ չանջատես։ Ուշադրությամբ ձեզ ենք լսում, համեցեք։ Ես ուզում եմ, որ Սպյուրքում լինի պարլամենտ, մոտավորապես մի 20 հոգի հավաքվեն խելացի մարդիկ, կազմակերպեն, որ ունենանք պարլամենտ, որ մենք էլ մասնակցենք այդ որ անգրագետները, որ սխալ են անում,
Հայաստանում։ Շարունակեք, խնդրեմ։ Դա խառնվավ իրար, բան չենք ասում։ Խնդրում եմ իջեցրեք ձեր հեռուստացույցի ձայնը, ինձ հետ խոսեք հեռախոսով։ Okay, yes. Իսու տարի աստեղ եմ։ Ոչ մի բան չի փոխվում։ Ես ուզում եմ, որ իմ հայրենիքը տենամ լավ, ուզում եմ իմ հայրենիքը տենամ, որ առաջ գնացող, ուզում եմ իմ հայրենիքը միշտ լինի սրբոց, սրբության գագաթնակետ հասած մի երկիր, բայց մի հատ բայց կա, հալանում են, մարդ կրթություն չկա, ոչ մեկը չգիտի, այսօրվա Հայաստանում չգիտեն Պետրոս Դուրյանովը եղե, Հովանես Շիրազովը եղե, ոչ մեկը չեն իմանում, թաղանքեր են թվրանույթերով, ամեն առաջինը քարավանը կապտան չունի, կապիտան պիտի ունենա քարավանը, որ այդ քարավանը Աբուլալա Մահարին չեն կարծացել, որ վեկալեն այդ Աբուլալա Մահարին կարծան մարդը քարավանով շարժվեց, որ ինքը ապացուցիր է ժողովրդին, որ ինքը ճշմարիտ ազնվորություն է, այդտեղ ինչ ճշմարտություն չկա, տեղ գողավազակ են այդտեղ։ Շնորհակալություն։ Շնորհակալություն, բայց մենք ժողովրդի մասին ենք ասում, ժողովուրդը պատրաստ է, թե ոչ։ Okay, ժողովուրդը միշտ էր պատրաստ է, եթե լավ անկեղծ քարավանի գլխին լավ կապիտանը լի, այդ ժողովուրդը կլսի իրան։ Շնորհակալություն ձեզ։ Ես այդպես գիտեմ։ Շնորհակալություն։ Ուրեմն ուզում եմ երկու խոսքով անդրադառնալ մեր հարգելի հեռուստադիտողի ելույթին։ Ինքը խոսեց Սփյուռքի պարլամենտի մասին։ Ես ուզում եմ ձեզ հիշեցնել, որ հիմնադրվել է հայ ինքնության քարտ կազմակերպությունը, որի հիմնական խնդիրը հետևյալն էր, որ բաժանի հայկական ինքնության քարտեր հայ ազգի բոլոր մարդկանց ամբողջ աշխարհում եւ այդ ինքնության քարտերը հնարավորություն տալ ընտրություններ կատարել եւ Սփյուռքում եւ ունենալ համապատասխան Սփյուռքի ղեկավարման օրգան կամ պարլամենտ, Սփյուռքի խորհրդարան, որը որ կմիավորի Սփյուռքը եւ Սփյուռքը օբյեկտից կդարձնի սուբյեկտ, այսինքն Սփյուռքը կդառնա գործոն, որը որ կարող է աշխատել եւ այն պետության մեջ, որտեղ ինքը գոյություն ունի, այսինքն հայկականության շահերը առաջ մղի այդ երկրներում եւ նաեւ կազմակերպված վերաբերմունք ունենա բոլոր նրա նկատմամբ, ինչ որ կատարվում է Հայաստանում։ Տեսեք, միշտ Հայաստանի Հանրապետության տարբեր իշխանություններ Սփյուռքը դիտել են որպես կարևոր գործոն, բայց երբ որ հարցը հասել է ընտրություններին, ես ուզում եմ ձեզ հիշեցնել, որ մենք առաջ 91-95 թվականներին Սփյուռքի Հայաստանի Հանրապետության Սփյուռքում գտնվող քաղաքացիները իրավունք ունեին քվեարկել Հայաստանի Հանրապետական ընտրություններում։ Եվ այդպիսի մի անհաջող կամ հաջող քվեարկությունից հետո, երբ որ այն ժամանակվա նախագահը տեսավ, որ ինքը լրիվ պարտվում է Լոս Անջելեսում եւ Կալիֆոռնիայում եւ մեծ հաշվով Սփյուռքում, այդպիսի գաղափար մտցրեց, որ միայն Հայաստանի Հանրապետության տարածքում պետք է ընտրություններ լինեն։ Եվ այս հարցը, այս 30 տարիների ընթացքում անընդհատ բարձրացել է, իջել է, որում երբ մարդը դեռ ղեկավար չի, ինքը կողմ է նրան, որ Սփյուռքին հնարավորություն տրվի Սփյուռքում գտնվող մեր հայրենակիցներին, ինչ իրենց սահմանադրական իրավունքն է, թույլ տրվի, որպեսզի նրանք մասնակցեն Հայաստանի ընտրություններին։ Ես խոսում եմ, տեսեք, դեռ Հայաստանի Հանրապետությանների մասին, քաղաքացիների մասին, դեռ հայ ինքնության մասին չեմ խոսում։ Եվ երբ որ մարդիկ դառնում են իշխանություն,
Նրանք այդ հարցը գցում են ետին պլան, որովհետև իրենց շատ ավելի հեշտ է կոնտրոլ անել, այսպես ասեմ, ընտրությունները, որ հասկանալի լինի, երբ դա ընդամենը Հայաստանի տերիտորիայում է, եթե Հայաստանից դուրս լինի, դժվար է դրանք ուրեմն վերահսկել եւ ուրեմն ազդեցություն ունենալ ընտրությունների վրա։ Սա է խնդիրը։ Բայց Սփյուռքի պարլամենտի խնդիրը ինքը անում է ակտուալ եւ ես ուզում եմ ձեզ հավաստիացնել, որ հայ ինքնության քարտի նվիրալները դեռ զբաղվում են դրանով։ Իհարկե իրանց բանը մեծ չի, որովհետեւ իրանք առանձնապես ֆինանսավորում չունեն, այսինքն ընդհանրապես չունեն ֆինանսավորում, իրենց սեփական միջոցներով են աշխատում եւ իրենք փաստորեն փորձում են այդ հայ ինքնության հայերին միավորել։ Այս պահի դրությամբ մենք ունենք մոտավորապես 3000 հոգի, ովքեր միացել են հայ ինքնության քարտի այդ գաղափարին եւ մենք նախանշել ենք, որ եթե նրանք դառնան 100-150 հազար, ապա այդ ժամանակ կարելի է իրոք փորձել ստեղծել հայկական Սփյուռքի խորհրդարան եւ դա ինչ որ ձևով կապել Հայաստանի խորհրդարանի հետ, գուցե երկպալատանի, գուցե մի ձևով, բայց որպեսզի ցանկացած գործողություն լինի, սիրելի բարեկամներ, այդ տեսնում եք դուք հայ ինքնության քարտի լոգոն, տեսնում եք նաև վեբսայթի հասցեն։ Ես ուզում եմ ասել, որ որպեսզի որևէ բանի կարողանան հասնել հայ ինքնության քարտի նվիրալները, մենք պիտի հայ ինքնության քարտի քարտատերերի մեջ ունենանք առնվազն 50, 100, 150 հազար հոգի։ 8-10 միլիոն հայության մեջ դա այդքան էլ մեծ թիվ չի, բայց 150 հազար կազմակերպված հայերը կարող են շատ մեծ գործոն դառնալ եւ Սփյուռքի կազմակերպման եւ Հայաստանի Հանրապետության մարտահրավերներին դիմակայելու համար, որովհետեւ հիմա այդպես է աշխատում ամբողջ դիվանագիտությունը։ Եթե կարողացար հզոր երկրներին տրամադրել իօգուտ քո հայրենիքի, քեզ մոտ ամեն ինչ կստացվի։ Եթե դու դա չես անում, այլ պարզապես ապրում ես եւ բողոքում ես, որ ինչ որ այդտեղ ինչ որ մի բան չի ստացվում, այդպես դժվար է հասնել որևէ արդյունքի։ Ես շարունակեմ ընդունել հեռախոսազանգեր, նրանք շատ են։ Բարև ձեզ, դուք եթերում եք։ Բարև ձեզ, դուք եթերում եք, լսում եմ ձեզ։ Բարև ձեզ, դուք եթերում եք, լսում եմ ձեզ։ Բարև ձեզ, ուրեմն իմ հարցը տեսանձի կներեք Տիգրան ջան, սիրեք, մի երկու րոպե ժամանակ դուր։ Ուրեմն մեր պրոբլեմն է, որ մենք 70 թվից սկսած մենք ունենք խոսքոնակ 3 միլիոն հայություն։ 50-55 տարի անցել, այդ մեր հայությունը չի ստացել, տարել է 2.5 միլիոն։ Հիմա ոչ մի ղեկավար ով եկել այս 4-ից, ոչ մեկն էլ հայրենասիրություն չեն կարողացել։ Հույսը դրել են սրանց վրա Ռուսաստանի վրա, ինչ որ չեմ ուզում խորանալ։ Հիմա մեր փրկությունը նրա մեջ է, որ հայրենասեր 80-ից 100 կուսակցություններ ունենք։ Հայրենասեր կուսակցություններից, որոնք իրոք հայրենասեր են, մենք 5 կուսակցություն որոշվեն, մեր փրկությունը մինակ դրա մեջ է, որ միանան, ոչ թե մտածեն ով թագավոր կա պրեզիդենտ վարչապետ ելելու իրար մեջ որոշեն, որ ոչ մենք թուրքերեն պետք է խոսանք, ոչ թե ռուսերեն պետք է խոսանք, մեր անկախությունը որ 100 տարիներ դեռ չենք բերել, չկորցնենք, մեր ժողովուրդը աշխատասեր է, խելացի է, բայց չի կարողանում կողնորոշի ինչ անի, որտեղ միակ հզոր անվա ղեկավար չունենք։ Հիմա մեր Փաշինյանը այդ 44 օրյա պատերազմի ժամանակ նոյեմբերի չգիտեմ ինչ է խոսացել, ինչ է արել, հիմա ինքը կամաց իր խոստումը կատարում է,
բայց իր խիղճը չի տանում, որ զգում է, որ սխալա երկրի կործանմանն է էսում, և չի ման ինչ անի, որ շատեր ասում են գժվել է, իրոք ինքը շատ աննամբաց ներվային վիճակի մեջ է, որ չգիտի ինչ վիճակի մեջ է և չի կարա որևէ մի որոշում տա։ Դրա համար այդ մի 5 կազմակերպություն 4 կապ միանան, որոշեն, ընդեղ մենք շատ հայրենասեր խելացի մարդիկ ունենք, մեր ազգային ժողովը փողոցից հավաքված մարդիկ են, կարող է և հայրենասեր են, բայց այդ խելքը գիտությունը չունեն, թող որոշեն, գիտնականներ ամբողջ ինչ են ասում, շրջապատի արդյունաբերություն, գյուղատնտեսություն, ռազմական մեր հայտնի մարդկանց հավաքեն, խոստանան ուժեղ հայրենիք անեն, թե չէ մեր ժողովուրդը չի ուզում ոչ թուրքերեն են խոսա, ոչ ռուսերեն են, ոչ է կորցնում։ Շնորհակալություն։ Երեխաների համար, կյանքը զոհվի անկախ Հայաստանի համար։ Շնորհակալություն։ Բայց մեր քրտությունը արևմուտքի կողմն է, ռուսը չենք սիրում ասում, ռիսկ բլագարոդն է դելը։ Միած պետք է փորձենք, ոչ մեկը չփորձեց արևմուտքի կողմը գնա, սերներ էտուն, խախեցին կիսած թողեցին։ Այսօրվա համար այս վիճակի մեջ ենք։ Շնորհակալություն, ներողություն եմ խնդրում, շատ քիչ ժամանակ է մնացել։ Ձեր միտքը ընդհանուր առմամբ հասկացանք։ Թուրքը չի կարա Կովկասը հեկավարի, Ամերիկան չի թողի, բոլորը գալու են Ամերիկային չոքեն, գնացեք արևմուտքի կողմը, Ամերիկայի հետ ռազմական դաշինք ունենք, մեզ կպաշտպանեն, Թուրքը Ադրբեջանը չի կարա մեր վրա հարձակվի, Իրանը չի թողա, դրա համար ռիսկով խոսացեք։ Շնորհակալություն։ Շնորհակալություն, սիրելի բարեկամներ, կներեք, որ անջատեցի, պարզապես շատ երկար ժամանակ չեմ ուզում տալ, որովհետև բազմաթիվ զանգեր ունեն, փորձենք լսել նաև այլ հեռուստադիտողների։ Բարև ձեզ, դուք եթերում եք։ Բարև ձեզ։ Լսում ենք ձեզ։ Ես հարց ունեի։ Այո, ամեցեք։ Այո։ Ուրեմն ես մի հատ հարց ունեմ ձեզ տալու, դուք ասում եք, որ բամբասակներ ա գնում, բայց չէ, որ այդ բամբասակները, որ գնում են, հետո դառնում են իրականություն, շատ շուտով, և հետո մեր ժողովուրդը ինչ կարող է անի, երբ որ ոչ մի բան չեն թողում ժողովուրդը անի, մենք ունենք պատմաբաններ, մենք ունենք խելացի ակադեմիկներ, և պետությունը, այսպես ասած Փաշինյանը և իր շրջապատը երբևիցե չի կանչել և չի խորհրդակցել իրենց հետ, որ ինչ կարող ենք անենք, փոխանակ ուրիշ կողմով գնան, նրանք կայնում են, ինչ են անում, պատմությունն են փոխում, ցեղասպանություն են հանում, այսօր Ամերիկայում արդեն խոսում էին ջենոսայդ էին ասում, իսկ ինքը դա չի ուզում ասի, իսկ ինչու այնքը խուսափում այդ բոլորից, չի թողնում, որ ժողովուրդը մի բան կողմ որոշի։ Շատ լավ, շնորհակալություն։ Տեսեք, ես ուզում եմ ձեզ արձագանքել շատ փոքր, որովհետև շատ կարևոր է։ Այո, դուք ճիշտ եք ասում, չեն թողում։ Այո, ճիշտ եք ասում, որ ուրեմն մարտահրավերները կարող են եւ ներսից լինել, եւ դրսից, եւ տվյալ դեպքում դուք ասում եք, որ ներսից է եւ դրա համար։ Բայց իմ հարցը հենց դրա մասին է, որ գիտեք ինչ կա, կարևոր չի մարտահրավերները ներսից է, թե դրսից։ Պետք է զենքը վերցնել, գնալ թշնամու դեմ կռվել, թե փորձել ներսում կարգ ու կանոն հաստատել, որպեսզի պետությունը լինի ազգային եւ քեզ պաշտպանի, քո ինքնությունը պաշտպանի։ Հետևաբար, այստեղ խնդիրը այն է, դուք պատրաստ եք դրա դեմ պայքարել, թե ասում եք, որ չեն թողում, դե մենք էլ չենք պայքարում։ Այս սա է բուն ինքը հարցը, այս է խնդիրը։ Մեզ շատ քիչ ժամանակ է մնացել, երևի 2 րոպե, ես եւս մեկ հեռախոսազանգ կընդունեմ եւ խնդրեմ շատ կարճ, եթե կարելի է։ Համեցեք։ Բարև ձեզ, դուք եթերում եք, խնդրում եմ շտապ պատասխանեք, որովհետեւ ժամանակ չկա։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Այս հարցը ինձ շատ զարմանալի է թվում, որտեղ ես տեսնում եմ առողջ ուժեր
երիտասարդ ուժեր թե դրսից դրսում թե ներսում իրար հետ բանակցում են, իրար հետ դրուցում են, հակադրում են, մի բան որ նախապես չունեինք, չէին թույլ տալիս կամ իշխանությունները այդպիսին էր, որ միապետական այդ սովետախորհրդային միությունում չէին թույլ տալիս այդ բանը անել։ Հիմա դերբազատված դրանով թե լավ գիտնականներ ունենք, թե լավ խոհեմ մարդիկ ունենք, տարեցներ են, եւ երիտասարդությունը ընդհանրապես չի ուզում լսի, որ ինչ որ անկախություն չլինի, եւ մենք կարող ենք ինքնուրույն դառնալ, բավական է դրսից եւ ներսից այդ վախը մտնել, ժամանակավոր է այս իշխանությունը, ինչ արել է կգնա եւ հաջորդ իշխանությունը, ես որդի ունեմ Հայաստանում, դուստր ունեմ, իմ եղբոր երեխեքը մյուսները, որոնք թե գնացել են բանակ, կռվել են եւ հետ են վերադարձել, ոմանք հնարավոր ցավոք մենք բավականին բաներ ունեցանք մահեր ունեցանք, բայց համենայն դեպս տեսնում եմ ինչ առողջ է երիտասարդությունը եւ ես համոզված եմ, որ մեր Թումանյանի, մեր Իսահակյանի, մեր Շիրազի, մեր այդ բոլոր անցյալ մեծերի քափագը կկատարվելու է, շուտով կկատարվի։ Շնորհակալություն ձեզ։ Ես էլ կուզենամ մեծ սիրով միանալ մեր վերջին հեռուստադիտողի զանգին, արտահայտած մտքերին ավելի շուտ, եւ ես եւս հույս ունեմ, որ հայ ժողովուրդը ունի բավականաչափ իմաստություն, զգոնություն, հզորություն եւ այո կկարողանա եւ իրեն պաշտպանել եւ ուրեմն կպաշտպանի մեր պետականությունը։ Սրանով թույլ տվեք ինձ այսօր հաղորդումը ավարտել, մի որոշ ժամանակ մոտավորապես 1 ամիս մեր 5-րդ խոսափող հաղորդումները չեն լինի, որովհետև ես մեկնում եմ գործուղման ԱՄՆ եւ ձեզնից շատերի հետ հուսով եմ կհանդիպեմ նաեւ ԱՄՆ-ում։ Մաղթում եմ ձեզ ամենայն բարիք եւ մինչեւ նոր հանդիպում։ Thank you.